Արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարեց այսօր ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանին, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ավելի վաղարված հայտարարությանը։ Փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հրճակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Օրերս Ազատության հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային օրակարգից դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո։ Այս հայտարարությունը սուր քննադատության էր արժանացել վերլուծաբանների եւ ընդդիմադիր ուժերի կողմից։ Ի պատասխան իշխանության հասցեին հնչած քննադատություններին Արարատ Միրզոյանն այսօր կրկին պնդեց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արել է արցախցիների իրավունքների եւ անվտանգության հարցերը հասցեագրելու համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից։ Հանրահայտ չի, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց օրինակ մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից չեն ուզում։ Այսինքն ձեռ են առնում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի վերջը, թե չէ։ Ինչքան կարելի անընդհատ իրանց եղած նույն թերթերի միջոցով ասել Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտեք ինչ են ասում, ասել Ղարաբաղը բանը Հայաստանի կառավարությունը լուծարեց։ Լավ, այդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ում են հիմարի տեղ դնում։ Տասնամյակներով Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող ԱՆԻ կենտրոնի հիմնադիր վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ավելի վաղ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարության այս պնդմանը այն իրականությանը չհամապատասխանող էր որակել։ Վերլուծաբանը հղում անելով իր վստահելի աղբյուրներին պնդել էր, որ Արցախի այն ժամանակվա իշխանությունները Սոֆիա գնալու հետ կապված երկու դժվարություն են ունեցել։ Առաջինը, այդ հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն առաջարկել էր դրա մասին տեղյակ չպահել ռուսներին, եւ երբ նրանք տեղեկացել էին, Ստեփանակերտին խորհուրդ չէին տվել մասնակցել։ Երկրորդ լուրջ հանգամանքը, որի պատճառով Արցախի իշխանությունները Սոֆիա չեն մեկնել, ըստ վերլուծաբանի Բաքվից հնչող վերջնագրերն էին։ Բաքուն Ստեփանակերտի հետ միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ Ղարաբաղի ինտեգրումը Ադրբեջանի կազմում։ Թաթուլ Հակոբյանը հիշեցրել էր, Սոֆիայի հանդիպման ձախողումից հետո արդեն 2023-ի օգոստոսին Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը մերժել էր հենց Ադրբեջանը։ Արցախյան կողմն է հիմնականում մերժել Սոֆիայի հանդիպումը, բայց նաև փաստ է, որ արդեն օգոստոսի 1-ին նախատեսված Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հանդիպումը ուղղակիորեն մերժվել է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, ասել, որ ամբողջ պատասխանատվությունը բարթել Արցախյան կողմի վրա, ես համարում եմ ոչ միայն անարդարացի եւ այլև ճիշտ չեմ համարում, այսինքն այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իդեպ այսօր խորհրդարանում Արարատ Միրզոյանը Բրատիսլավայի հանդիպման ու Բաքվի կողմից այն մերժելու մասին ոչինչ չասաց։ Երբ որ ասում ենք, որ նշաձողը իջեցնել է պետք եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ եւ այլն։ Շատ լավ կներ, որ հիմա ստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները եւ այս խոսակցությունը իրանց հետ գնար, բայց ոնց հասկանում կռվել եք երևի էլի նեղացել գնացել են։ Շատ բարի դրացիական մթնոլորտում գնացել են, չեն կռվել։ Չգիտեմ ինչ են։ Իդեպ խորհրդարանական ընդդիմությունն այսօր ողջ կազմով չէր մասնակցում ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանին։ Բացառությամբ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի, որոնք ասում են, որ իրենք ընդդիմություն չեն, հետեւաբար ընդդիմությունը բացակա է։ Բոյկոտ չէ, անհրաժեշտություն չենք տեսել, չենք մասնակցում, Ազատությանը փոխանցեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանը, որ սովորաբար թեժ մթնոլորտում է անցնում, հաճախ վերածվելով սուր վիճաբանության վարչապետի եւ ընդդիմադիր պատգամավորների միջև, այսօր շատ միապաղաղ էր։ Կառավարությանը հարց տալու համար գրանցվել էր ընդամենը 7 իշխանական պատգամավոր։ Նրանցից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին հարց չտվեց։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ ֆինանսների նախարարին։